Տիկին նախարար երկու մի հարց կամ մեկ առաջարկ ժամանակին կար ոստիկանապետինքից այսպես ասած հասարակական խորհուրդ էր հանրային կամ հասարակական էր կոչվում ինքը տենց ֆորմալ էր բայց նաև ոչ ֆորմալ հանդիպումներ էին լինում եւ այդ մարդիկ հետագայում այդ հանդիպումների արդյունքում մեկ դու տեսնում էիր որ իրանք որևէ ասելություն մեզանից լավ աջակցում են ոստիկանության բարեփոխումների։ Հիմա չգիտեմ այդ խորհուրդը կարծես թե չկա, որովհետև համենայն դեպս այդ մարդիկ Facebook-ում եմ տեսնում այդ իրենց քննադատությունը։ Այդ խորհուրդը մի առաջարկ արեց, որը դարձավ օրենսդրական նախաձեռնություն իմ կողմից, խոսքը քաղաքացիների կողմից տեսանկարանել եւ խախտումները։ Փոխվեցին մի քանի նախարար կամ երկու նախարար, ոստիկանապետեր, ու այս 7 տարի է, տենց բոլորին այդ հարցը հիմնականում տալիս ենք, ասում են ինչ որ ծրագրային ապահովում է։ Այս IT ոլորտը գոնե այն ոլորտն է, որտեղ իրանք ժամանակից շուտ են սկսել կրթվել եւ ամենազարգացած ոլորտն է, ես չեմ հավատում, որ 7 տարվա մեջ այդ ծրագիրը տենց մեր IT ընկերությունները չկարողացան ինչ որ բան անել։ Ես կուզենայի իմանալ այստեղ թարմացում երբ կլինի եւ օրինակ երբ վթարի ես ենթարկվում, ինչ ես անում, զանգում ես 102 Հետո օպերատորը ասում է, սա քեզ ոստիկանը կկապվի, այդ ոստիկանը զանգումա ցավը տանում, ես բավարոտից աչ եմ անում, գալիս եմ։ Օրինակ այդ հավելվածը դարձնենք ավելի user friendly։ Ինքը երկու հիմնական բան ունի, տեղը ու ժամը ֆիքսում է, վթար ունես, մտի մեջը ֆիքսի ես տեղն եմ։ Շտապօգնության կանչ ունես, միանգամից արա։ Որտեվ հիմա ինքը դիտարկվում է, այդ թվում ցավոք սրտի ոստիկանությունում որոշ մարդկանց մոտ ըստ այդ ծրագրային ապահովմանը մասնակցած մարդկանց իրանց մոտ էլ անկալում այդ գործ տալու ծրագիր էլի։ Ես կուզենայի հասկանալ այստեղ լավ թարմացումը երբ կլինի եւ որոշակի օրինակ առաջարկներ լինի, այդ թվում, չգիտեմ, այդ վթարի դեպքում տեղը ժամը ֆիքսի։ Վեճ է լինում, ելի եմ ասում, երկու կարևոր բանը ֆիքսված է տեղը եւ։ Որից պետք չի ասել, պարոն Գաբրելյան, ժամանակը ավարտվել է ուղղակի։ Շնորհակալություն պարոն Գաբրելյան, առաջինի մասով ասեմ, որ նախկինում ոստիկանության պետինքից էր, հիմա ներքին գործերի նախարարության բարեփոխումները նկատի ունենալով ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհուրդ ունենք ձևավորված, ընդ որում խորհուրդը ձևավորվել է արդեն 2023 թվականի նաև փոփոխությունները հաշվի առնելով, տասնյակ, այսպես ասեմ, քաղաքացիական հասարակության ակտիվ գործընկերներ ունենք ներգրաված այս գործընթացում, հաշվի առնելով տարբեր փոփոխություններ, փորձել ենք հնարավորինս ինստիտուցիոնալ հենքի վրա դնել կառույցը, հասկանալ թե որ թեմաներն են, որոնք որ կարող են վերաբերելի լինել այս խորհրդին եւ նաև ձևավորել որոշակի մասնագիտացված խմբեր, հենց նույն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ասեմ, որ հետաքրքրվածությունը այնքան մեծ էր, որ մենք քաղաքացիական հասարակության մեր գործընկերների նաև հորդորով նոր մրցույթ եւս հայտարարել ենք, արդեն ստացել ենք նոր հայտեր եւ առաջիկայում ավելի ընդլայնված կազմով կանենք հերթական նիստը խորհրդի գոյությունը ես չէի կապի քննադատության առկայության կամ բացակայության հետ, որովհետեւ ավելի լավ է, որ խորհրդի գոյության պայմաններում մենք ունենում ենք նաև քննադատություն, բայց առողջ քննադատություն, որովհետեւ խորհրդի անդամները նաև իրազեկ են լինում, թե ինչպիսի փոփոխություններ են ընթանում եւ ինչպիսի նաեւ տրամաբանությամբ է նախարարությունը առաջ շարժվում, ապա համակարգի մասով ես ասեմ, որ մենք վերջերս կենտրոնական բանկի եւ ԱՊԱ բյուրոյի մեր գործընկերների հետ այդ ճանապարհատրանսպորտային հատկապես պատահարների տրամաբանության մեջ երկկողմանի լրացվող հայտարարագրերի գների փոփոխություն իրականացրեցինք եւ 200,000 դրամի շեմը բարձրացվեց, որտեղ որ բարեկային կարգախմբի մոտեցման կարիքը չկա, բայց իրականում համաձայն են, որ դեռ տարբեր ուղղություններով ենք զանգերը սպասարկում, ապա ենթադրենք կոնկրետ կազմակերպության առանձին զանգ է գնում, հետո 102, հետո չեն կարողանում կողմնորոշվել, հետո զանգահարում են տեխնիկներին եւ այսպես մի հսկայական շղթա է գործում եւ մենք պայմանավորվածություն ունենք, որ զանգը գալու է հստակ 102, մեր ծառայողը հստակ հարցադրումներով հասկանալու է դեպքի մանրամասները եւ ընդհանրապես ինֆորմացիան փոխանցելու է հետո կոնկրետ ապահովագրող ընկերությանը, որը որ կտա փորձագիտական եզրակացությունը։ Տեսախցիկների համակարգի մասով ես շատ դրական այս պայծրությամբ նոտաներ հաղորդել չեմ կարող, պարոն Գաբրելյան, որովհետև այն մրցույթը, որ հայտարարված էր, այս պայծրությամբ ամենայն հավանականությամբ կհայտարարենք նոր մրցույթ, որովհետև տեխնիկական պայմանների վերափոխման նաև անհրաժեշտություն ունենք եւ նաև հաշվի առնելով ժամանակակից կիբեր մարտահրավերները կարիք ունենք վերանայելու ծրագրային ապահովման մրցութային փաթեթը։ Այս պայծրությամբ ներգրավում ենք միջազգային գործընկեր, խորհրդատվական գործընկեր, որը որ կօգնի մեզ վերջնական անել լուծումները, գծագրել լուծումները, ըստ այդմ արագ առաջ կշարժվենք։ Արձագանք։
Շնորհակալ եմ, բոլորին վերջերս վթարային իրավիճակ ինձ մոտ էր եղել։ Խնդիրը սպասարկումը չէ, ասեմ, ֆանտաստիկ լավ սպասարկեցին թե այդ 102-ը, թե մոտիկացած բարեկները, ես ավելի շատ այդ համակարգված լինելու համար էի ասում, հիմա նորից եմ ասում, հավելվածը կա, որը այդ բային քո հեռախոսի սարքով ֆիքսում է, թե դու որտեղ ես կանգնած, որ ժամն է։ Արձանագրենք եւ հետագայում որպես այդ ապային նաեւ չգիտեմ, դատական գործընթացներ են լինում, հա, կասկածներ են առաջացնում եւ այլն։ Բայց նաեւ վարորդական վկայականի հետ կապված բոլորին վերջերս թարմացրեցի ժամկետն անցել էր ու իմ մոտ մի հարց ծագեց, էլի։ Ընդհանրապես այդ վարորդական վկայականների այդ պլաստիկը ինչի համար ենք մենք տրամադրում, որտեւ ինչքան որ ես գիտեմ, բոլոր բարեկները ունեն։ Եվ օրինակ այդ նույն հավելվածի մեջ թող թվային լինի իմ վարորդական վկայականը, 12000-ը չվճարեմ, կուզենամ երկրից դուրս գամ։ Այո, այդ դեպքում կմոտենամ, կստանամ։ Բայց ինչի ենք մենք հիմա օրինակ վարորդական վկայականը պլաստիկը ինչին է պետք։ Ինքը ոչ անձահաստատող փաստաթ, ոչ մի բան չես կարող անես, բացառապես բարեկին ցույց տալու, այդ դրա կարիքն է չունես, դեմքդ նկարում ասում է դու ունես կամ չունես։ Պարոն Գաբրելյան, հավելվածի մասով լրիվ համաձայն եմ, պիտի ունենանք նաև մի միասնական հավելված, որտեղ որ նույնիսկ 102-ին զանգը կարող է ավելի ավտոմատացված լինել եւ օպերատիվ կառավարման կենտրոնի զարգացման արդեն երկրորդ փուլի շրջանակներում այս առաջարկը անպայմանորեն նկատի կունենանք եւ կգնանք նաև այս տրամաբանությամբ։ Իսկ ինչ վերաբերում է վարորդական վկայականներին, այս պայմանությամբ ամբողջապես բիզնես process-ների վերլուծությունն ենք իրականացնում հաշվառման քննական ստորաբաժանումների, վստահաբար տեղյակ եք, որ այն դուրս է բերվել այլևս ոստիկանության կազմից եւ որպես հանրային ծառայություն նախարարության ներքո է գործում, բայց միայն տեղաշարժը բավարար չէ, պիտի նաեւ բովանդակային հայացք նետենք այս թեմային եւ նաեւ ձեր ասած հարցին եւս արձագանքենք։ Ասեմ, որ օրենսդրական նախաձեռնություն ունենք նաեւ այս ուղղությամբ արդեն շրջանառված, որով որ վարորդների մոտ այլևս պարտադիր չի լինի ունենալ վարորդական վկայականների այդ պլաստիկ ասվածը եւ եթե բարեկի կողմից պլանշետի օգտագործմամբ իդենտիֆիկացվում է անձը եւ վարորդական իրավունքը հավաստվում է, այլևս կարիք չկա պլաստիկ ունենալու եւ անձը չի տուգանվի այս պայմաններում, բայց հասկանում եմ, որ նաև հարցի երկրորդ շերտը կա, որը որ նկարագրեցիք առհասարակ պլաստիկ տրամադրելու տրամաբանությունը, սա ընդհանուր առմամբ հանրային ծառայությունների փոփոխության ասպեկտում դիտարկում ենք եւ կարծում եմ կգանք այդ լուծմանը հաստատ։